Քաղաքապետարանն այս գլխից է զգուշացնում եւ հիշեցնում. նախատեսել էին 45 տրոլեյբուս գնել, հիմա կարող են ընդամենը 15 ձեռք բերել։ Գումար չկա, թերհավաքագրումներ են եղել։ Դրանց պատճառն ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի Երևանում տրանսպորտի ուղևորցի դեմ ակցիաներն էին, բոյկոտը, չվճարել 150 դրամ։ Վերջին 1 տարում քաղաքապետանում կոռուպցիայի պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով աշխատակիցներ են ձերբակալվել։ Քաղաքապետարանը թեև դատապարտում է ցանկացած կոռուպցիոն դրսևորում, համարում, որ յուրաքանչյուրն իր արժանի պատասխանը պետք է ստանա, բայց եւ տարբեր ձերբակալությունների առնչությամբ քաղաքային իշխանությունում որոշ անհանգստություններ կան։ Այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես հասարակական ծառայության, հասարակական կարգի ծառայության պետի, ինչպես նաև տեղյակ եք, որ ձերբակալվեց նաև կոմունալ տնտեսության վարչության պետը, երկուսն էլ կալանավորվեցին, բայց այդտեղ մի հետաքրքիր բան կա, էլի իրականում բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ-որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Քաղաքապետի խոսնակն անդրադարձավ նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստին։ Նա ըստ էության 1 տարի է կալանավորված է։ Ազատյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք ենք, որպես այդպեսին տեղի ունեցողի հետ, բայց որոշ դեպքերում էլ, որոնք արդեն նշեցի, խնդրահարույց են մեզ համար։ Կոստանյանը տեղեկացրեց, Երևանի քաղաքապետանի կողմից կառուցվող մանկապարտեզներից 3-ի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ 137, 147 եւ 109-րդ մանկապարտեզներում շինարարական աշխատանքները դադարեցված են։ Մանկապարտեզներից մեկում էլ Երևանի քաղաքապետանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է կատարում։ Ինչ է փոխվել մայրաքաղաքում կարմիր գծերի թանկացումից հետո։ Քաղաքը բեռնաթափվել է, Կոստանյանը դրական է պատասխանում։ Այո, նաև այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն եւ տարեկան փաթեթները ձեռք չբերեն, հաշվի առնելով նաև գինը։ Այդ տեսանկյունից, այո, ինչպես նշեցի, որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա, բայց այդ բեռնաթափումը, եթե մենք առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին եւ հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք հաղորդի մեզ հայտարարություն։ Քաղաքապետի խոսնակը դժվարացավ թվեր ներկայացնել, իսկ վարչական դատարանը մայիսի 23-ին անվավեր է ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Քաղաքապետի խոսնակը հայտնեց, որ առաջիկայում քաղաքապետանը կհանրայնացնի կարմիր գծերի վերաբերյալ դատարանի որոշման դեմ քաղաքապետարանի բողոքը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։